Սիրելի փոքրիկներ, Բարձ, դուք դիտում եք Brainic մանկական հաղորդումը։ Մենք գտնվում ենք Magicland-ի Մաշտոցի մասնաճյուղում։ Այսօր մենք միասին կբացահայտենք բնության զարմանահրաշ աշխարհը։ Ես կհնչեցնեմ հարցեր, որոնց պատասխանները կփորձենք տալ փոքրիկներ։ Ինչ ես կարծում, ինչ է նշանակում պահպանել բնությունը։ պահպանել բնությունը նշանակում է, որ պետք է օդը մաքուր պահել, չախտոտել բնությունը և աղբը չնետել դրսում, այլ հակառակը աղբը Նշանակում է, որ պետք է բնթի չլինել մարդիկ և բնություն չկեղտոտել։ Պահպանել բնությունը նշանակում է չվնասել նրան, պետք է աղբ չթափել, պետք է օդը և ջուրը մաքուր պահել, ծառեր անիմաստ չկտրել։ Բնությունն ինքնին ուժեղ է և երբեմն ամենաշատը նրան խանգարում ենք հենց մենք։ Ինչ ես կարծում, Երևանից օվկիանոս հասնելը բարդ է։ Ոչ, ոչ, որովհետև մարդիկ այնքան են նետով դուրսը, որ կարող է հասնել օվկիանոս։ իսկ դու ո՞նց կհասնեիր օվկիանոս։ Աղտեր, Իսկ եթե ես աղբ թափեմ Երևանում, աղբը կկարողանա հասնել օվկիանոսին։ Ոչ, Ոչ մի ձև։ Ցավոք սրտի, այո, աղբի համար ճանապարհը դեպի օվկիանոս բաց է։ Աղբի 80%-ը օվկիանոս լցվում է ցամաքից, այդ թվում նաև մեր երևանյան աղբ։ Դու սիրում ես ամառը։ այո, Ինչու ես սիրում։ որտև այդ օրը ամառին ծնունդն է։ Ես այդքան էլ չէ, որովհետև շատ շոգ է։ Մարդիկ հովանալու համար ծառերի տակ են թաքնվում։ Իսկ ինչպես են ծառերը շոգից պաշտպանում մեզ։ ծառերը մեզ պաշտպանում են կոնկրետ իշուես դրանց ստվերով, Ոչ, Չեն պաշտպանում։ որ նրանց վրա ճյուղեր կա և տերևներ, նրանք պաշտպաններ է շոգից։ Երբ շոգ է լինում, ծառը ջուրը գոլորշիացնում է տերևների միջոցով։ Այն մեզ նման քրտնում է, դա զովացնում է եւ ծառը եւ իր շրջակա միջավայրը։ Իսկ դու քանի ընկեր ունես։ Ոչ, Ոչ մի։ Հաստատ դպրոցական ընկերներ ունեմ։ ունես։ Իսկ ինչպես ես կարծում, դու ավելի շատ ընկերներ ունես, թե սունկը։ Հիմա սունկանգեր չունեն հրապ։ Որոշ սնկեր գետնի տակ մեծ ցանց են կազմում, որը կապում է նրանց 1000-ից ավել ծառերի հետ։ Այդ ցանցերից ամենամեծը մոտ 900 հեկտար է կազմում։ Ինչ տեսք ունի մարդն, ով պահպանում է բնությունը։ Աշխատասեր ու խելոք։ Գեղեցիկ, ավելի կամեցող, չէ։ մի հատ մարդ պետք չէ լինի, պետք է մենք բոլորս պահպանենք բնությունը, որ բնությունը ավելի գեղեցիկ լինի և մաքուր։ Ինչպես տեսնում եք, մեր մոլորակը զարմանահրաշ է, որը մեզնից յուրաքանչյուրի խնամքի եւ սիրո կարիքն ունի։ Ցանկացած նույնիսկ ամենափոքրիկ քայլը կարևոր է։ Հիշիր, աղբը պետք է նետել աղբամանի մեջ, ոչ թե գետնի։ Պլաստիկ շշերի, տոպրակների եւ այլ աղբի համար գոյություն ունեն հատուկ աղբամաններ։ Թուղթը նույնպես կարելի է հավաքել ու հանձնել վերամշակման։ Եթե զբոսնելիս այգում խոտերի մեջ աղբ ես տեսնում, ասա այդ մասին մեծերին։ Դուք եւ քո ընկերները կարող եք միասին մաքրության օր կազմակերպել։ Թող քո սիրո շնորհիվ մեր բնությունը իրեն ավելի լավ զգա։